Բարև ձեզ, ես Նժդե Փիրումյանն եմ, քիչ անց կպատմեմ շատ հետաքրքիր պատմություն։ Վալոդիա Գրիգորյանը սպանվել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերը ժամը մոտ 23:52-ին։ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում իրավապահների ձեռքի տակ հայտնված տեսանյութից պարզվել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին ՈՒՊՇՆ-ը մեկ անձ է եղել, որը նրան ուպշնել է իր նորակառույց տան շինարարության մոտ։ Ըստ բացառիկ տեղեկությունների, քիլերը նախ կրակահերթ է արձակել Գրիգորյանի ուղղությամբ, հետո հետ է եկել, որ համոզվի արդյոք նա մահացել է։ Մի անգամ էլ այդ ժամանակ է ստուգողական կրակոց արձակել եւ հեռացել է։ Մարդասպանը նաև զենքի խզակոթով հարվածներ է հասցրել Գրիգորյանին ուպշնելուց հետո։ Ըստ էության, քիլլերի թիրախը եղել է հենց Վալոդիա Գրիգորյանը։ Իրավապահների մոտ առկա տեսանյութում երևում է, որ ոստիկան Կարեն Աբրահամյանը երկար ժամանակ վիրավոր վիճակում փորձել է բռնվելով մոտենալ Գրիգորյանին եւ օգնություն ցուցաբերել նրան, սակայն ցավոք նրան չի հաջողվել փրկել ոչ իրեն, ոչ էլ ընկերոջը Գրիգորյանին։ Աբրահամյանը եւս մահացել է։ Հաջորդիվ լսենք, թե ինչ է հրապարակել նրա դուստրը։ Ասում են, ամենացավալի պատմությունները սկսվում են ամենաանսպասելի պահին, բայց ով կարող էր պատկերացնել, որ մի ամբողջ համայնքի կյանքը մի ակնթարթում կփոխվեր, երբ գիշերվա մթության մեջ սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը։ Հարյուրավոր մարդիկ այսօր դեռ չեն հավատում, որ նա այլևս չկա, բայց ամենածանրն այդ ամենի մեջ ընտանիքի ցավն է։ Ոչ մի պաշտոն, ոչ մի հանրային հիշողություն չի կարող փոխարինել այն դատարկությանը, որ զգում են նրա երեխաները։ Իսկ այսօր այդ ցավը դարձավ առավել կենդանի, երբ Վալոդիայի դուստրը Մարինե Գրիգորյանը խախտեց լռությունը եւ իր էջում հրապարակեց գրառում, որը դիպավ հազարավոր սրտերի։ Նրա խոսքերը պարզ էին, բայց խորը։ Նա պատմեց հոր մասին ոչ թե որպես համայնքի ղեկավարի, այլ որպես սովորական հոր, որի սիրտը անսահման էր, որի սերը անշահախնդիր էր։ Իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը, եւ նրա սրտից չուներ ոչ ոք այս նախադասությունը կարդալիս յուրաքանչյուրն իրեն բռնացրեց այն մտքի վրա, որ իրականում մենք հաճախ չենք էլ գիտակցում, ինչպիսի գանձ են մեր ծնողները։ Նրանք մեզ հետ են ամեն քայլափոխի, մինչև որ մի օր, անսպասելիորեն, նրանցից մեկը դառնում է միայն հիշողություն։ Մարինեի խոստովանությունը հուզիչ էր։ Նա ասում էր, որ վստահ է, հայրը իրեն տեսնում է եւ լսում, եւ ամեն բառից հետո ծածուկ թաքնված էր մի բան՝ անսահման կարոտը։ Երբ նա գրում էր. «Ես սիրում եմ քեզ, պապ, եւ խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը», իրականում դա ոչ թե պարզապես խոսքեր էին, այլ մղձավանջի մեջ մնացած աղջկա ճիչը, որովհետև կորցնել հորը ոչ միայն կորուստ է, այլև ինքնության կիսատ մնալ։ Հայրը նա է, ով միշտ կանգնած է կողքիդ, իսկ երբ նա չկա, թվում է, աշխարհը դատարկվել է։ Բայց պատմության ամենաողբերգական մասը եկավ այն պահին, երբ Մարինեն հիշեցրեց իր փոքրիկ դստեր՝ Տոմայի հարցը։ Մանչ էլ պապային երբեկը չենք տեսնելու։ Միայն պատկերացրեք, փոքրիկ երեխայի աչքերով նայել մահվան դաժան ճշմարտությանը, ինչպես բացատրել նրան, որ պապիկը, ով երեք գրկում էր իրեն, այսօր այլևս չկա։ Ինչպես ասել, որ կյանքում կան հարցեր, որոնց պատասխան չկա։ Այդ հարցը հնչեց ոչ միայն Մարինեի կյանքում, այլև բոլորիս։ Քանիսս ենք պատրաստ լինում ասել ճշմարտությունը, երբ մեր սիրելի մարդիկ հեռանում են, թե մենք էլ ենք խուսափում, հույս փայփայելով, որ ժամանակը կբուժի ցավը։ Մարինեն, լինելով Վալոդիայի առաջնեկը, գրել էր, որ միշտ բարձր է պահելու հոր պատիվը։ Նրա խոստումն այնպիսի ուժ ուներ, կարծես խոսում էր ոչ միայն իր անունից, այլև բոլոր երեխաների՝ Սյուզիի, Լիովի եւ Տոմայի։ Նրանք միասին երդվեցին երբեք մենակ չթողնել իրենց մորը։ Այդտեղից էր պարզ էր դառնում, ընտանիքը շարունակում է ապրել, բայց յուրաքանչյուր քայլի մեջ կա մի ծանր խաչ, որ պիտի կրել, իսկ այդ խաչը ոչ ոք չի ընտրում։ Այն պարզապես ընկնում է ուսերիդ, եւ դու պետք է ուժ գտնես չկոտրվելու համար։ Բայց հարց է առաջանում՝ ինչպես դիմանալ, ինչպես գտնել ուժ, երբ աշխարհդ փուլ է գալիս։ Մարինեի խոսքերը ցույց տվեցին, որ պատասխանն Աստծո մեջ է։ Նա գրում էր. «Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք այս ցավին»։ Դա հիշեցում էր բոլորիս, երբեմն ամենադժվարին պահին մեր միակ հենարանը վերևում է, եւ որքան էլ որ դժվար լինի, հավատը դառնում է միակ դուռը դեպի խաղաղություն։ Մարինեի պատմությունը իրականում միայն մեկ ընտանիքի մասին չէ։ Այն դարձավ հայելու նման մի բան, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք տեսնել մեզ, որովհետև բոլորիս կյանքում կա մեկը, ում մենք սիրում ենք եւ ում կորցնելուց վախենում ենք։ Եվ հենց այդտեղ էլ է սկսվում հարցը. մենք արդյոք հասցնում ենք ասել նրանց՝ ես սիրում եմ քեզ։ Արդյոք մենք իսկապես գնահատում ենք այն պահերը,
որ միասին ենք։ Մարինեի խոսքերը մեզ հիշեցրին, որ յուրաքանչյուր օր նվեր է, եւ այդ նվերը կարող է ցանկացած պահի մեզնից խլվել։ Կյանքի անարդարությունը դառնում է առավել ցավոտ, երբ մտածում ես, ինչու հենց նա։ Ինչու մարդ, որը շատերի համար միայն լույս էր, բայց գուցե այդ հարցի պատասխանը երբեք չգտնենք։ Գուցե այն էլ հենց մեր փորձությունն է սովորել ապրել առանց պատասխանների, եւ դա ամենածանր դասերից մեկն է։ Բայց եթե ուշադիր լսենք Մարինեի տողերը, այնտեղ մի հույս էլ կար։ Նա ասում էր. «Պապ երկնքից ուղղակի նայի մեզ ու տես, որ այն ինչ կիսատ ես թողել, ավարտին ենք հասցնելու մենք»։ Այս խոսքերը ոչ թե միայն երդում էին, այլև պայքարի ազդարարում, որ ցավը չպետք է կոտրի, որ պետք է շարունակել, պետք է ապրել նրա հիշատակը կրելով։ Սա արդեն դառնում է ոչ թե ողբերգական պատմություն, այլ կյանքի դաս, որ յուրաքանչյուր ոք, նույնիսկ հեռանալով, կարող է թողնել այնպիսի ժառանգություն, որ կբերի ուժ, պայքար ու ոգեշնչում։ Մարինեի խոսքերը փաստեցին, Վալոդիա Գրիգորյանը չի հեռացել։ Նա կա իր երեխաների սրտերում, կա իր համայնքի հիշողության մեջ։ Եվ որքան էլ դաժան հնչի, հենց այսպիսի ցավերն են մեզ ստիպում վերանայել կյանքը, որ կյանքը չափազանց կարճ է, չափազանց անսպասելի, եւ մենք իրավունք չունենք անտեսելու այն, ինչ իսկապես կարևոր է։ Այստեղ է, որ պատմությունը ստանում է մեկ այլ երանգ։ Դա միայն սպանության պատմություն չէ, դա միայն հոր կորուստ չէ, դա բոլորիս մասին է, որովհետև մենք բոլորս վաղ թե ուշ կանգնում ենք նույն հարցի առաջ։ Եվ գուցե հենց Մարինեի խոսքերը դառնան մեր պատասխաններից մեկը, որ նույնիսկ երբ մահը խլում է մեզնից ամենաթանկը, մենք կարող ենք շարունակել ապրել, սիրելով, հիշելով, պայքարելով։ Երբ Մարինեն ավարտեց իր գրառումը «Սիրում եմ քեզ շատ» պապ բառերով, հազարավոր մարդիկ լուր կարդացին ու զգացին նույն ցավը։ Հասարակության արձագանքը ցույց տվեց, դա միայն մեկ ընտանիքի կորուստ չէր, դա մի ամբողջ համայնքի կոտրված սիրտն էր։ Երբ մարդը տարիներով ոչ միայն ղեկավարում է, այլև ապրում է իր գյուղի մարդկանց հետ, նրա բացակայությունը դառնում է ընդհանուր դատարկություն։ Իսկ Մարինեի խոսքերը այդ դատարկությանը տվեցին անուն ու դեմք։ Նա ոչ թե պարզապես հրապարակեց հիշողություն, այլ բարձրաձայնեց այն, ինչ բոլորը չէին համարձակվում ասել, որ ամենաողբերգականն այն է, երբ սիրածդ մարդը վերածվում է միայն լուսանկարի, որը կախված է պատին։ Արդյոք կարելի է ապրել այդ դատարկությամբ։ Արդյոք ժամանակը բուժում է։ Հազարավոր պատմություններ ապացուցում են, որ ոչ, ժամանակը չի բուժում, այլ սովորեցնում է ապրել վերքով։ Վերք, որ երբեք չի փակվում, այն պարզապես դառնում է քո մի մասը։ Մարինեի գրառումն էլ հենց դրա մասին էր։ Նա հոր մասին չէր խոսում որպես անցյալ։ Նա խոսում էր այնպես, կարծես հայրը դեռ կա, պարզապես այլ տեղում է։ Պապ երկնքից նայի մեզ այս բառերը շատերին ստիպեցին մտածել։ Միթե իսկապես դեպարտդ մարդիկ շարունակում են մեզ տեսնել։ Միթե մեր խոսքերը հասնում են նրանց։ Այդ հարցերը չունեն հստակ պատասխան, բայց հենց հավատն է տալիս ուժ շարունակելու, հավատն ու հիշողությունը։ Երկու բան, որոնք մնում են մեզ, երբ կորցնում ենք ամենաթանկը։ Բայց որքան էլ դրանք մեզ ուժ տան, միշտ մնում է մի բան, որ ոչ ոք չի կարող փոխարինել՝ կենթանի ներկայությունը։ Երբ Մարինեն գրում էր, որ մի օր նորից գրկելու է հորը, նա գիտեր դա հնարավոր չէ այս կյանքում։ Բայց գուցե հենց այդ վստահությունն է պահում նրան, որ ամեն ինչ չի ավարտվում այստեղ, որ հանդիպումը դեռ գալու է, եւ այդ հավատը ոչ միայն սփոփանք է, այլև կյանքի շարժիչ ուժ։ Ամենահուզիչ պահերից մեկն էլ այն էր, երբ Մարինեն հիշեց, որ իր հայրը եղել է Աստծո կողմից տրված նվեր։ Նման արտահայտությունները չեն ծնվում դատարկ տեղից։ Դրանք ծնվում են միայն այն ժամանակ, երբ մարդը իր ամբողջ կյանքում եղել է անշահախնդիր, լույս բերող, որովհետև ոչ ոք չի անվանում նվեր մի մարդու, ով պարզապես ապրել է։ Նվեր են դառնում նրանք, ովքեր իրենց կյանքով փոխում են ուրիշներին։ Իսկ Վալոդիա Գրիգորյանը կարծես հենց այդպիսին էր։ Բայց երբեմն ամենամեծ նվերները ամենաարագն են խլվում մեզնից։ Կյանքի այդ դաժան օրենքը կրկնվում է նորից ու նորից, եւ հենց այստեղ է առաջանում հարցը. մենք ինչ ենք սովորում այսպիսի կորուստներից։ Արդյոք մենք պարզապես լացում ենք ու շարունակում ապրել նույն կերպ։ Թե սկսում ենք գնահատել այն, ինչ ունենք։ Մարինեի պատմությունը մեզ հուշում է երկրորդը, որ երբ կորցնում ես հորը, հասկանալի է դառնում, աշխարհում ոչինչ հավերժ չէ, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ էլ իշխանություն։ Միակ բանը, որ մնում է, սերը։ Հենց այդ պատճառով Մարինեի խոստումը մորը երբեք մենակ չթողնելու մասին դարձավ ոչ միայն ընտանեկան երդում, այլև հիշեցում բոլորիս, որ ընտանիքը այն հիմքն է, որին պետք է վերադառնանք ամեն ինչից առաջ։ Աշխարհը կարող է գլխի վայր շրջվել, բայց եթե ընտանիքը միասին է, նույնիսկ ամենածանր ցավը հաղթահարելի է։
Եվ հենց դա է այս պատմության լույսը, որ ցավը չնայած անսահման է, բայց այն միավորում է, դարձնում է ուժեղ։ Եվ պատկերացրեք այդ տեսարանը։ Մարինեն գրում է իր խոսքերը, Սյուզին ու Լյովը կանգնած են կողքին, Տոման հարցնում է պապիկի մասին, եւ այդ ամենի մեջ կա մոր լուր ներկայությունը։ Մայր, որը կորցրել է ամուսնուն, բայց դեռ պետք է կանգուն մնա, որպեսզի երեխաները տեսնեն, կյանքը շարունակվում է, որպեսզի ընտանիքը չքանդվի։ Նման իրավիճակներում մայրերը դառնում են ամբողջ ընտանիքի հիմքը, բայց այդ հիմքն իր վրա կրում է անհավանական ծանրություն։ Եվ հենց այդ պահին է, որ երեխաների խոստումները ստանում են իրական արժեք։ Այս պատմությունը մեզ ստիպում է մտածել ոչ միայն մահվան մասին, այլև կյանքի մասին։ Ինչու ենք մենք հաճախ միայն կորցնելուց հետո գիտակցում, թե որքան թանկ էր մարդը։ Ինչու չենք ասում մեր ծնողներին ամեն օր, որ սիրում ենք նրանց։ Ինչու սպասում ենք մինչև ուշ լինի։ Մարինեի գրառումը կարող է դառնալ դաս բոլոր նրանց համար, ովքեր դեռ հնարավորություն ունեն։ Հնարավորություն զանգահարելու, գրկելու, ասելու, որովհետև վաղը գուցե արդեն ուշ լինի։ Բայց եկեք չմոռանանք, որ այս ամենի մեջ կա նաև մի այլ կարևոր միտք։ Երբ կյանքը մեզնից խլում է ինչ-որ մեկին, մենք ընտրություն ունենք։ Կամ մենք կոտրվում ենք, կամ մենք շարունակում ենք ապրել նրա անունից։ Մարինեն ընտրեց երկրորդը։ Նա ասաց, որ ամեն ինչ կավարտեն այնպես, ինչպես հայրը կուզեր։ Սա ոչ միայն անձնական խոստում է, այլև ուժի մանիֆեստ, որ նույնիսկ ցավը չի կարող կոտրել նրանց։ Եվ ահա այստեղ է գալիս ամենախորը եզրակացությունը։ Մենք բոլորս ժամանակավոր ենք, բայց եթե մեր կյանքում թողնում ենք մի բան, որ շարունակում է ապրել մեր բացակայությունից հետո, մենք երբեք չենք անհետանում։ Վալոդիա Գրիգորյանի կյանքը կարծես հենց այդպիսին էր։ Նրա բացակայությունը ցավոտ է, բայց նրա ժառանգությունը շարունակում է ապրել։ Եվ դա այն դասն է, որ յուրաքանչյուրն իր հետ պիտի տանի։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է եւս մեկ ճշմարտություն, որ մահը չի հաղթում, որքան էլ այն խլում է մեզնից ամենաթանկը, այնքան ժամանակ, քանի դեռ կա հիշողություն ու սեր, մահը չի կարող վերջ դնել։ Եվ հենց այստեղ է կյանքի ամենամեծ գաղտնիքը, որ սիրելն ու հիշելը ավելի ուժեղ են, քան ամենամեծ կորուստը։ Սա է Մարինեի ուղերձը։ Սա է այն, ինչ մենք պետք է տանենք մեզ հետ, որ յուրաքանչյուր օր պետք է ապրել այնպես, կարծես դա վերջինն է, որ ամենակարևորը ոչ թե պաշտոնն է, ոչ թե փառքը, այլ ընտանիքը, որ կյանքը չի չափվում տարիներով, այլ այն սիրով, որ թողնում ենք ուրիշների մեջ։ Սիրելի բարեկամ, եթե այս պատմությունը դիպավ քեզ, հիշիր մեկ բան. մի սպասիր մինչև ուշ լինի։ Ասա այսօր, որ սիրում ես, գրկիր այսօր, որ կարոտում ես։ Ապրիր այնպես, որ եթե վաղը ամեն ինչ փոխվի, չզղջաս։ Եվ եթե ուզում ես լսել նման իրական պատմություններ, որոնք հուզում են ու ստիպում մտածել, բաժանորդագրվիր մեր ալիքին։